ռեկորդ, սկսենք աշխատել, ահա, ես ինչա ուզում ինձանից, ահա, մի վարկյան, սենց անենք, նորմալ ա պրինցիպի, ողջույն Նարինե, ալո, Տիկին Ինարա, ողջույն, ինչպես ես, լավ, շնորհակալություն դուք, ես էլ եմ լավ, հեսա մեզ կմյանա նաև խաչիկը, Արթուրն էլ պետք է միանար, բայց սենց ռեսկի եմ, որոշել, որ աշխատենք, Արթուրի հիմա ներկա պահին ինչ-որ շենքերի մոտ ա, տեսնում ես, մութա չէ հիմա ժամանակ, ոնց ա ցույց տալիս ինձ մոտ, բավականին կստացի բարձրահարկ շենքեր էլ կա այդտեղ, ամենայն դեպս այսօր զրույցը լինելու է, սենց փոդքասթներ շատ ենք անելու, Նարինե ջան, դու էլ ես լինելու մեր հյուրը, ուզում եմ մեր հետևորդներին ուրեմ ծանոթացնել իմ շատ ուրախ եմ մեկի նախկին արդեն, որովհետև հիմա սկսնակ տարոլոգ է, թեման ես ինքս եմ որոշել, թեման լինելու է ուրեմ, ամեն մարդու մոտ այս շնորհքը տրված է, հա, ամեն մարդ ինքը պետք է խոսի իր մասին, թե որպեսզի շատ մարդիկ մեզ լսեն, հասկանան, միգուցե շատ մարդկանց մոտ էլ կա, հա, ամեն մարդու մոտ դա մի ձևի է արտահայտվում, թե իրանց մոտ ոնց է սկսվել մինչև էզոթերիկա, մինչև տարոն սովորելը, մինչև մոգության մեջ մտնելը, հա, Նարինե, ամեն մարդ թող այսօր մենք կպատմենք, ես էլ իհարկե, թե ինձ մոտ ոնց է բացվել, յուրաքանչյուրս մեկին լսելով, վտանելով, որպեսզի շատ մարդիկ իմանան, թեման բավականին խորն է լինելու, դրա հետ է կապված լինելու, որպեսզի շատ մարդիկ հասկանան նշաններից, հա, դա ինչպես է լինում, հետո ինչերի միջով եք դուք անցնում, որ մինչև հայտնվում եք ուրեմն այս, հա, ասպարեզում, մեկ դա է լինելու, մեկ արարչի հետ կապված, մեր գիտելիքների հետ կապված, այսօրվա էներգիաների հետ կապված, այն ինչ մենք տեսնում ենք և ընդհանրապես մենք մեր պրոֆեսիայում, մեր պրակտիկայում, ինչ ունենք ընդհանրապես տալու մարդկանց, հա, ես դեռ մի բան կա, բայց հələ այդ մասին չեմ խոսելու, դա իմ հետ կապ ունի անձնական, այնինչ ես նոր բան եմ մտածել, բայց դեռ այդ մասին հələ կլռեմ, դա իմ բուժիչ էներգիայի հետ կապ ունի, իմ ձայնի հետ կապ ունի, ամենայն դեպս դեռ դրա մասին չեմ խոսի, սկսենք սրանից մինչև խաչիկն էլ, հա, մեզ մոտենա, հետաքրքիր կլինի մարդկանց լսել, թե քո մոտ որ տարիքից է սկսել այդ ամեն ինչը, եղել է քո դպրոցում, չգիտեմ, քո շրջապատում, մանկուց, որ մարդիկ ունեցել ես այդ հատկությունները, դու յուրահատուկ շնորհքը, որտեղ որ տարբերվել ես կամ չես տարբերվել, հա, ոնց է սկսել, խնդրեի պատմեիր, հետաքրքիր կլիներ լսել քեզ։ Տիկին Ինարա, դե գիտեք 5 տարի է արդեն ձեր էջում եմ, երբ որ լայվեր էր լինում, կանխատեսումներ էի կանում, ես միշտ պարտադիր դիտում էի, ու միշտ ամեն մի քարտը անգիր էի անում, մի լայվը 50 անգամ անգիր էի անում, հետո զգացի չէ, իմ մոտ էլ ինչ-որ հետաքրքրություններ կան, հետո ձեզ դիմեցի, դուք ասցիք, հա, ուժեր ունեք, կարող ես իմ մոտ սովորել։ Հա, մինչև դա իսկ փոքրուց, ինչ հետաքրքրություններ ես ունեցել, ինչ նախասիրություններ, եղել է ինչ-որ տենց դեպի հակում, միստիկա հաղորդումներ, չգիտեմ, երազներ, պատկերացրեք, որ եղել է, հա, որտեղ պատմես, ինչպես է դա եղել քեզ։ Զգացել եմ, ովքեր որ պետքա մահանային, ես զգում էի, որ իրանք պետքա մահանան, ու շատ կարճ ժամանակում մահանում էին, արդեն 20 տարեկանից։ Հա, իսկ փոքր ժամանակ, Չէ, փոքր ժամանակ չէ։ Այդպիսի բաներ չի եղել, իսկ սթրեսային ինչ-որ բաներ տարել ես։
Չէ, ստրեսային էլ չեմ տարել, բայց ամեն բան, եթե մտնում էի մի տեղ, Հա, որ այնտեղ ինչ որ պետք է այդ մի բանը լիներ, ես դա զգում էի։ Ես չեմ կարողանում բացատրեմ, դա ոնց է լինում, հա, դե բայց դա տեղի է ունենում։ Նույնիսկ գույնը գիտեի, այդ մեքենայի գույնը գիտեի, որ ասենք այս ինչ բանը պետքա բերեր ինձ հասցներ, ես գիտեի, ես բարձրաձայնում էի, ասում էի, այս ինչ գույնի մեքենան, կբերի իմ այս ինչ հագուստը կբերի կտա ինձ։ Բայց այտենց էր լինում էր։ Իսկ շրջապատի մարդիկ քո այդ ժամանակ ինչպես Շրջապատում, եթե ես խոսում եմ, ինձ թվում է իրանք մտածում են, թե այս տարօրինակ է։ Ասում են ոնց կարելի է նման բան։ Հա, Ոնց ես այդ տեսնում։ Ասում եմ ես չգիտեմ դա ոնց եմ տեսնում, բայց ես չեմ կարողանում դա բացատրեմ, որ ես դա ոնց եմ զգում։ պարզա, իսկ Մինչև մինչև, ես դեռ մոտ արդեն տարոն սովորեցի ներողություն։ հա, Տարոն սովորեցի, իմ մոտ գնալով դեպի փոխվել է ամեն ինչ։ Սկզբում օրինակ ինչ մտածում է էի, որ սա փոխվել, դեղվա։ հենց տարոն սկսել ես ինձ մոտ, Դե կյանքի, օրինակ ասենք ամեն անգամ թեկուզ ձեր լայվը դիտելով, հա, տարբեր ուղղություններով փոխվում է մեր կյանքը, մեր գաղափարները, ենթագիտակցությունը զարգանում է, պարզ է, վատ բան չի լինում, դեպի լավն է գնում։ դեպի լավն է գնում, դա արդեն լավ Ոնց որ այդ փակ դռները բացվում է։ տրանսֆորմացիա, որ պատմում եք ինձ տրանսֆորմացիա ինչ որ սկսվել, խնդրեի մոտավորապես բացատրես, հա, ինչ տրանսֆորմացիայի մասին է խոսքը, որ դուք սովորել եք իմ մոտ, ինչ որ, հիշում ես, ասում եք, որ ինչ որ տրանսֆորմացիա է խորը սկսել ձեր մոտ, Հա, մտնում եմ աշխատանքիս վայրը, ես արդեն այնտեղ գիտեմ ինչա կատարվում։ Թեկուզ եթե հանկարծ լինում է ինչ որ մեջքիդ հարված, ես դրա այդ գիտեմ, այդ ոնց է լինում, դա ոնց է եղել, տանը նստած ես դա զգում եմ, բայց ես չեմ կարողանում բացատրեմ դա ոնց։ բայց Մտնում մինչև եմ այդ տարավ, չի եղել, Այս կարգի չի եղել, հիմա ոնց որ ես այդ տարոները, որ արդեն սովորել եմ, հիմա ավելի է շատացել իմ մոտ։ ավելի է բացվել, պարզա, իսկ մինչև սովորելը, հիշում ես, որ ասպես ինչ որ մարդիկ են եղել, փորձել են քեզ կախարդեին եւ այլ, եւ այլ, եւ այլ, Հա, միջև է եղել են, տարբեր մարդիկ են ինձ, ես ձեզ ասել եմ, տարբեր մարդիկ են ինձ կախարդել, տարբեր նույնիսկ փլուզել են ընտանիքս, ամեն ձևով հարվածներ են հասցրել, բայց հիմա չեն կարողանում, որտեղ ոնց որ ձեր ուժի տիրապետության տակ լինեմ ես։ Հիմա ինչ չեն կարողանում։ Ես զգում եմ, որ օրինակ մարդիկ կան, որ իրենք բարեկամներ ունեն, կալդուն բարեկամներ ունեն, իրանք ինձ այն հարցնում են, տարիքը, երեխայի տարիքը, անընդհատ ինձանից ինֆորմացիա են ուզում կորզեն, իմանան։ Ճիշտ է, ես ճիշտը չեմ ասում, որտեղ ես արդեն էֆել եմ այս գործի մեջ։ Ես չեմ ասում, բայց իրանք հո չգիտեն, որ իմ մեջքի կանգնած է հզոր ինառան։ Շնորհակալություն, դե արդեն քիչ չի 5-րդ տարին է, ինառայի ուժը կա։ Հիմա չեն կարողանում տարբեր կողմերից հարվածեն, իսկ առաջ տարբեր ուղղություններով ինձ հարվածում էին։ Ես հիմա է, որ արդեն կարողանում եմ աչք բացեմ։ Ահա, իսկ արդեն կլինի, հա, մի ամիս, որ ավարտել ես, մարտի 9-ին, չէ, ավարտեցիք։ Հա։ Քանի որ սկսնակ ես, դրա համար եմ հարցնում, ինչ որ առաջընթաց զգում ես։ Հա, զգում եմ, պատկերացրեք, որ շրջապատում օգնում են քեզ տարում քո կյանքում հիմա։ Հիմա տեսեք, օրինակ աշխատանքիս վայրում բոլորը ագրեսիվ են։ Որտեղ մտնում եմ տրանսպորտում բոլորը ագրեսիվ են։ Բայց ես նայում եմ իրենց, ասում եմ, լավ, ես քիչ եմ սենց ագրեսիվ անում։ Ինչի՞ է բոլորը տենց ագրեսիվ, բացի ես։ Ես էլի զգում եմ, էլի ճիշտ է, ձեր տիրապետության տակ, ձեր ուժերի, քանի որ սովորել եմ, հնարավոր չի, որ ինառայի աշակերտի մոտ ինչ որ խնդիրներ լինի։ Ես այն ինչ որ կա, այդ եմ ասում։ Հիմա այս կարտաներն էլ, որ անդադ կարտաների հետ եմ աշխատում, մի տեսակ ոնց որ ավելի է բացվել իմ մոտ։ Աշխատանքից տեղում մի տեսակ քնած էի, անդադ սխալ բաներ էի անում։ Հիմա չեմ անում։ Իսկ տարոյի հետ որ աշխատում ես, ասենք Տարոյի հետ տեսեք, այդ օրը որ մենք եկանք, որ պետքա դիպլոմը ձեր տուն եկանք, որ պետքա դիպլոմը ստանայինք,
Այդ օրը ես կարտա բացեցի, ճիշտ է, սկզբում ինձ թվում էր շատ դժվար է, բայց դժվար է իրոք։ Հա։ Իմ մոտ այն կարտերն է բացվել, որ հին ընկերների հետ հանդիպում կլինի, ու ոնց որ մի լավ բանի կհասնեմ, ոնց որ հաղթանակ։ Ու տենց էլ եղավ, ես ձեր մոտ էլ ասեցի, որ եկա։ Ու դրանից հետո մի քանի ժամանակ հետո էլի տենց ինչ որ մի խնդիր եղավ, մարդ կար ինձ ուշադիր նայում էր, ասի հետաքրքիր է, բայց ինքը ինչի ինձ ուշադիր նայեց։ Ես մի հատ կարտա բացեմ, տեսնեմ, իրոք ինքը մաքուր սրտով ինձ նայեց, թե չէ։ Ինքը իմ տնօրենն էր։ Հա։ Ու ես կարտան բացեցի, հետաքրքիրը ինչու՞մն էր։ Կարտան բացեցի, ցույց ա տվել, որ ինքը շատ մաքուր սրտով է ինքը մոտենում ձեզ, միայն թե իր գործը առաջ գնա։ Ինքը գնահատում է լավ աշխատողներին։ Այսինքն դա ո՞ր կարտն է եղել։ Հիշում ես։ Այս պայն չեմ հիշում, ճիշտ է, կարտերը Դե արդեն գիտես որն է եղել, լավ, ինչևից է, մի խոսքով քո ճանապարհում քեզ օգնում է, ստեղ մի մտածում կա, Նարինե ջան, նայ, ինչի են ասում, տարոն քեզ օգնական է, հա, շատ քո կյանքում կօգնի, համենայն դեպս ես ոնց հասկացա, դեռ քո համար ես դու աշխատացնում իրան, ինչ որ հարցերի, եթե կասկածելի լինում է, տարոն քեզ, հա, դու հարցը ուղղում ես, ինքը քեզ օգնում է, բայց այստեղ ես հենց սկզբից էլ եմ ձեզ ասել, որ տարոն ճիշտ հարցին պատասխանում է, երբ որ դու կոնկրետ հարց ես տալիս, հա, նայ, տարոյին ընդհանրապես պետք է երբ իրան հետ ձեռքդ վերցնում ես, արդեն քոնն է, չէ, ինքը քո էներգիային սովորել է, դու ասենք թե ինչ-որ մեկը քեզ մաքուր է, նայե թե մաքուր չի նայե, չէ, դու պետք է կարողանաս հարցդ կոնկրետ ճիշտ ձևակերպես, որ ինքը քեզ կոնկրետ հարց տա, արդյոք այդ մարդը քեզ հետ, քո հանդեպ տենց մաքուր մտքերով է, հա, քեզ նայել, թե վատ մտքով, նայի, այդ դեպքում դու պետք է հակառակ, նայի, դու պետք է լրիվ ուրիշ ձևի հարցը տաս, ընդհանրապես մոտիվացիան նայելու անձի ու քանի տարեկանը, ինքը ավելի գլոբալ ասել քեզ պատասխանում, հասկացա՞։ Այո, ճիշտ եք ասում, տիկինին արա, ներեցեք մի բան էլ ասեմ, երբ որ ասենք վատ դրության մեջ եմ լինում, չեմ ասում շատ վատ դրության մեջ, պահի տակ ինչ որ կարող է ինչ որ մի խնդիր լինի, եթե ես իմ մտքի մեջ, իմ ենթագիտակցության մեջ վիզուալիզացիա եմ անում ձեր ասածները, վայրկյանում դա անցնում է։ Հեսա խաչիկն էլ մեզ 5 րոպեից կմիանա, կներես մի հատ էլ ասա։ Երբ որ ասենք ինչ որ սիտուացիա է լինում, որ մի փոքր խոչընդոտ պետք է լինի, ես այդ նույն վայրկյանին ձեզ խոսալուց, ընդհանուր ձեզ դեմքի հայացքները, միմիկաները, արագ վիզուալիզացիա եմ անում իմ ենթագիտակցության մեջ, սա կատակ բան չէ։ Իմ մոտ ամեն ինչ հարթվում է վայրկյանապես։ Հա, բայց նայի, դու պետք է սովորես ոչ թե ինձ վիզուալիզացիա անես, դու պետք է սովորես քեզ վիզուալիզացիա անես, հասկացար, ոչ թե ինձ, տենց դու պրաբոյա դա կոչվում, ոնց որ իմ էներգիայով ես դու փորձում աշխատես լուր, հասկացար, չպետք է տես անես, դու պետք է քեզ տեսնես։ Բայց դա ինքնիստիկյան է ստացվում, ես հենց դիտմամբ չեմ անում դա։ Չէ, գիտեմ, ես քեզ հասկացա, ինչի, որովհետև նայի, որ դու տարոն սովորել ես, այդ պահին, եթե ինչ-որ խոչընդոտ թեթև և այլ, չէ, քարտերը սենց վերցնում ես, ընդամենը դու իրեն հարց ես ուղում, իսկ ինչպես անեմ, որ ես խոչընդոտը, հա, հեռանա ինձանից ու բացում ես մի քարտ, նայի, սովորական 22-րդ քարտն է Լենորմանի, որը խոսում է ճանապարհից, քեզանից, դա ուրեմն սենց քյարփինջի նման բան է, հա, կարմիր գույնի նշանը այդ հին քարտերով սովորական դաման է, այսինքն սա խոսում է այն մասին, որ քո ճանապարհը, որը որ դու կորոշես, տեսնում ես շատ է,
հա, Այո, ընտրությունը քո մեջ է կապված խոչընդոտի, թե դու որ ճանապարհը կընտրես, որպեսզի այդ խոչընդոտը հեռացնես։ Այսինքն երկրորդ քարտա, հա, ուզում ես էլ դու, որը ուրախություն կբերի, նայելով, լավատես լինելով, հա, հույսը դնելով քեզ վրա։ Հասկացա՞ր։ Այդ հասկացա, պահին մի Տիկին խառնվի Նինարական։ իրար, վիզուալիզացիա այդ պահին պետք չի։ Սենց խառնում է, սովորական, ասենք թե։ Տիկին Նինարա, ես շատ կուզենայի, որ բոլորն էլ իմ նման հասկանային, որ թե ովքեր են իրական մասնագետները Հայաստանում, Ես ովքեր են բան խաբեբաները։ չասեցի, բայց նայ, ասենք թե դու ինչ որ մեկի հետ գործարք, հա, պետքա կնքես, օրինակ եմ ես բերում, գործակ կնքելու ժամանակ մի տեսակ սենց ներքին բան ունես, հա, քեզ մեջ, ոնց որ ներքին ձայնդ քեզ ասի չէ։ Դու Այո, կարող ես քարտերը այդ պահին վերցնել, սենց առաջինը քո հետ աշխատացնելով, եթե դու սկսնակ ես հա, հիմա ու հարց տաս, ինչու է տենց հենա Խաչատուրը մոտեցավ մի վարքյան, admit, տվեցինք, հեսա կմիանամ ես Խաչատուրը, լսվում է, այո, հենա Խաչատուրն էլ միացավ, Բարև Խաչատուր ձեզ, միկրոֆոնդ միացա, բարև, բարև, բարև ինչպես Խաչատուր։ եք։ Լավ, շնորհակալ ենք։ Խաչատուր ջան, մի վարքյան, սա էլ խորեցնենք, նարինեին, ասենք տարբեր սպերաներա, հիմա հարց ես ուղում, ինչի է սիրտդ այդպես անհանգիստ, հա, դուրս է գալիս, Այո, նայ սրտի քարտը դուրս եկավ, հա, հա, ու երկրորդ քարտը, քո քարտն է դուրս եկել, որտեղ, որ ուժեմ, ինչ խոսքի օրինակ այդ պահին, հա, ահա, որ կարող է, տեսնում ես, ինչ որ անակնկալ միգուցե կարող այդ պահին դու մտածես կարող է լինի, այսինքն երբ որ արդեն երրորդ քարտն անակնկալի դուրս գալիս, այսինքն ստեղ նվերները, տեսնում ես, հա, կամ մի բան միգուցե, որը կարող լիներ քո երազանքը, Եվ դու ստեղ, եթե սիրտդ լավ բան չի վկայում, դա արդեն խոսում է մարդու 6-րդ զգայարանից, հա, ինտուիցիայից, որտեղ, որ միգուցե կարող է ինչ-որ անակնկալ լինի։ Հասկանում ես, դա արդեն խոսում է այն մասին, որ այո, միգուցե հետագայում կարող է ինչ-որ անսպասելի անակնկալ լինի, որտեղ, որ դու կարող է նեղվես, կարմիրը նաև ագրեսիայի հետ կապ ունի, հա, ուստեղ հարց է տալիս, իսկ արժի ես այդ պայմանագիրը խոսքի, հա, կնքեմ, խոսքի օրինակ գիրքը բաց աստեղ, հա, արժի, բայց լավ կարդա, ամեն մի, հա, տողերը, ամեն մի մանրունքները նոր ստորագրի, այո, որովհետև փոփոխությունները անխուսափելի է, տեսնում եք, հասկացար, այսինքն դու պետք է աշխատես, ամենայն դեպս ես քեզ էսի իմ Լենորմանով եմ ասում, որովհետև ես տարո չունեմ, տարոներս նվիրել եմ, իսկ հիմա հլը անցնենք Խաչատուրին, հետո նոր ես կպատմեմ, հետո գլոբալ թեմային կանցնենք, ինչպես ներկայացնենք, բարև Խաչատուր ջան, Բարև ձեզ, ինչպես ես, լավ, շնորհակալություն, դուք ինչպես Խաչատուր եք։ ջան, ես ոչինչ, բայց կցանկանայի, որպեսզի մեր հետևորդներն իմանան, քո մոտ ինչպես արթնացել ես, ոնց ես իմացել, որ դու այդ շնորհքն ունես, մինչև ինձ մոտ գալը, փոքրուց սկսած սիմպտոմները, ինչպիսին ա եղել քո մոտ, ինչի միջով ես անցել, եղել է տարբերություն, որ տարբերվել ես այս ինչ մարդկանցից, ինչն ա քեզ բերել էզոթերիկա, ոնց ես եկել էզոթերիկա։ Նախ առաջին ուրեմն սկսեմ Ինառա, շնորհակալություն եմ հայտնում ձեզ հրավերքի համար։ Շնորհակալություն։ Շատ ուրախ եմ մեր Նարինեի հետ ծանոթանալու համար նաև։ Շնորհակալություն Խաչատուր ջան։ Խնդրեմ։ Ուրեմն Ինառա ջան, փոքրուց սենց ես ասեմ, մայրական կողմից սա ինձ առանգապար անցել, մայրական պապս է ունեցել,
ուժեր, փոխանցվել է ինձ փոքր ժամանակ երազների միջոցով։ Չեմ հասկացել, վախեցել եմ, սենց ձեզ ասեմ, երազների հետո երազների մոտ ստոպ վիճակ ա եղել մինչև հիմա։ Հետագայում սկսել եմ, սենց ասեմ, զգացողությունները, զգացել եմ վատ դեպքեր, ամենաառաջինը, որ ինչ-որ մեկ հետ վատ բան ա կատարում։ Հարազատներիս մանն եմ զգացել մաշկիս վրա։ Մի շաբաթ կամ 2 շաբաթ տատանողական հատվածում ես զգում եմ ինչա կատարում, օրինակ չի հասկանում կոնկրետ ում ա ուղղված այդ անհանգստությունը, բայց զգում եմ ինչ-որ մեկի մի վատ բան անելու վթար կամ բան։ Սենց կաշմար վիճակ էր մոտս։ Հետագայում սենց պատահական TikTok-յան էջը թերթելուց ձեզ հանդիպեցի, հերթագրվեցի ձեր կոնսուլտացիային, այդտեղից ամեն ինչ պարզ եղավ։ Հիմա ինձ մոտ տեսողականն ա շատ ակտիվացել, հիմնականում արդեն սկսել եմ տեսողականով կանխատեսումներ անել։ Հա, ճիշտ ասած ես այդ թեմայով ինչ-որ բան ունեի ասելու, իմ կապ չունի դա կլինի իմ աշակերտը, թե այլ մարդիկ, ես ցանկանում եմ, որպեսզի այն ինչ ես եմ անում, այդ քեզ չի վերաբերվում, հա, ես ընդհանուր եմ ասում, եթե դու ունես դա քո մեջ, պայծառատեսության այդ կանալները բացը կարող ես իհարկե անես այդպես, բայց ես չեմ ցանկանում, որ խոսքի օրինակ, հա, մարդիկ կան, ես լսել եմ, ես դրա համար եմ ուզում տեղ հասցնեմ, որ տեսնում են, ասենք, թե ես պայծառատեսության հետ կապված, թվագիտության հետ կապված, կարծում եմ ընդհանուր հասկանում ես, հա, հիմա Լենորմանի վեդայական, ուրեմն աստղաբանությունը սենց ավելի եմ իմ մոտ սենց խորացնում, վերլուծում, կանխատեսումներ տանում, այսինքն այդ միտքը իմն է, հա, ու ես չեմ ուզում, կապ չունի դա աշակերտ կլինի, ով ուզում ա լինի, ես չեմ ուզում, որ այն ինչ ես անում եմ, հա, կողքից կարող է դա աշակերտ այդ միտքը, դա նշանակում է ուզում է գողանա, չէ, ինքը անի, մինչև այդ խոսքի օրինակ, չի կարելի քո ուսուցչից, հա, գողանալ ու դու էդի ինչ-որ էդի իդեյան ես քո համար ու դու աշխատացնես, եթե արդեն որոշ մարդկանց մոտ մտածելու տեղ ա տալիս, մարդիկ ասում են, թե որ դա արդեն սխալ ա, հա, որովհետև եթե մարդը սովորել ա քո մոտ, պետք չի, հա, ինքը դնի խոսքի օրինակ, մինչև դա խոսքի օրինակ, հա, որ ես ասում եի պայծառատեսություն կամ սովորել եմ ես, ինձ զարգացնում եմ, ես շատ բան եմ անում, ասենք, չի կարելի, որ քո աշակերտը քեզանից դա վերցնի կամ Պողոսը քեզանից վերցնի, մյուսը քեզանից վերցնի այդ իդեան։ Ես սիրում եմ, որ մարդիկ լինում են օրիգինալ, այսինքն իրանցն են ստեղծում, իրանց մտքերը, ինչ որ նոր կրեատիվ բան ու իրանցն են, հա, բանանում, աշխատացնում, ոչ թե տեսնելով ես ինչ եմ անում, դա փորձելով անել, որովհետև դա հետագայում չի աշխատի, որովհետև կա դեպքեր լսել եմ ես, Հաչիկ ջան, լսի, քո համար չեմ ասում, հասկանալի է, միանշանակ, ընդհանուր, որովհետև չի կարելի քո ուսուցչից դու այդ միտքը գողանաս, եթե քո կարծիքով ուսուցիչը քեզ սովորացել է, խոսքի այդ մարդը կարա դրան նեգատիվ նայի, հետո քո մոտ կարող ամեն ինչ թարս գնա, կասկսի է, այս ինչից է, հա, չի կարելի, պետք է օրիգինալ, Իվարկյան, ես հեսա ավարտում եմ, որովհետև պետք է ամեն մարդ ունենա իր օրիգինալ միտքը, ինքը պետք է իրանը ստեղծի, այլ ոչ թե, հա, տեսնի ով ոնց անում է, տենց ինքը, էդի նշանակում է գողություն, հասկացար, սա քեզ չի վերաբերվում, ես շատ լավ գիտեմ, ում եմ հասցնում իմ բառերը, հասկացար, հասկացա, մի բան է ես կուզենամ ավելացնել Նարաջան, իսկ նայեք, եթե սենց ասեմ, աշակերտը փորձում է ուսուցչից գողանա եւ այլն, իմ կարծիքով եւ դուք եք համաձայնեք իմ կարծիքին, որ աշակերտը չի հարգում առաջին ինքն իրեն, երկրորդը ուսուցչին չի հարգում։ Ապրես։ Նույնը Պողոսը, նույնը Պետրոսը։ Նույնը Պետրոսը։ Այդտենց մարդիկ չեն մտածում։ Ես տենց մարդկանց սենց կա ցածր աստրալիայի երևույթներ են դրանք, վամպիրիզմ, սենց ասեմ, հասկացեք։ Դրանք իրանք այդպես երկար չեն կարա։
Հետո տենց մարդիկ չեն մտածում, որ կարող է իրանց վստահությունը լրիվ կորցնեն իմ մոտ։ Հա, որ կարող է տենց մարդիկ իմ մոտ լրիվ զրոյանան ու հետո զարմանան, ասեն, «Յա, ես խե ասենց փոխվել մեր հանդեպ»։ Իմ աշխարհը հայացքներն է տենց մարդկանց հանդեպ փոխվում, ինչը ճիշտնա, դեպքը արդեն կա, ես դրա համար եմ ասում, համենայն դեպս, դա շատ տհաճ բան է, երբ որ մարդը ինքը իրանը փորձում է գողանա ուրիշինը։ Դու ինքդ քո ուղեղը ունեցի, ուղեղը աշխատացած ստեղծի մի բան։ Հա։ Կներեք, իմ ուղեղի մեջ չի տեղավորում, եթե սենց ասեմ, աշակերտը դիմել է ուսուցչին, որ ավելի իր գիտելիքը զարգացնի, ավելի շուտ կողնորոշվի, հասկանա տառո կարտերի նշանակությունը, էզոթերիկան եւ այլն, դառնում է հացի տեր, հետո փորձում է, հա, գողանա քեզնանից, դա շատ գողանա իր ամեն ինչը ուղեղից մեջ դա չի տեղավորում, ինքը սենց ասեմ, կանը տենց մարդիկ։ Ես չեմ սիրում անուննել տալ, արդեն դեպքը ես պատահական լսել եմ, շատ տհաճ էր ու հիմա ես հասկացնում եմ, որպեսզի անձը հասկանա իր սխալն ուղի, որովհետև չի կարելի գողանալ ուսուցչից այն, ինչ իրանը չի։ Հասկացա։ Հիմա իսկ ինչ սկսել ես աշխատելը նոր որ սկսել ես ոնց է ամեն ինչ սկսել մոտդ, որովհետև Նարինեի մոտ ուրիշ ձևի է սկսել, դե ամեն մարդու մոտ մի ձևի է, հա, քո մոտ ինչպես է։ Իմ մոտ շատ հետաքրքիր ձևով էր Ինարա ջան։ Երբ ես ձեզ առաջին անգամ այցելեցի, դուք ինձ կլասիկ տառոներ տվեցիք նվեր, մինչ հիմա ես դրանք պահում պահպանում եմ, սենց ասեմ, հասկացեք, այդ օրվանից, ոնց ասեմ, անդադ ուզում էի տառոն վերցնել, խառնել, թեպետ չգիտեի ամեն մի կարտի նշանակությունը, էներգիաներ լավ չէի զգում, բայց հարազատներիս, եղբորս եւ այլն, սկսում էի կանխատեսումներ անել։ Ու չէ ասի 100%-անոց ճիշտ ինֆորմացիա է տրամադրում, որոշակի բաներ համընկնում էր, որոշակի բաներ չէ, իսկ որ ձեզ սկսեցի ձեր մոտ ուսուցանել ու սովորել, դրանից հետո իմ կյանքը 180 աստիճան փոխվավ դեպի դրականը։ Լիքը, ասենց ասեմ, արդեն հասկանում եմ իմ համար որն է ճիշտ ճանապարհը, որն է սխալ։ Ես արժե պետք է գնամ այդ ճանապարհով, թե չէ ինձ օգնում են։ Ճիշտ կողնորոշում եմ, այն վարդագույն ակնոցներ, որ առաջ եղել են իմ աչքերում, հիմա էլ չկա, այն միամիտ բարի խաչատուրը էլ գոյություն չունի։ Այո, այդպես պետք է լինի, ամեն մարդ իրան սկիզբը պետք է ճիշտ դնի, որ հետագայում հասնի հաջողությունների եւ նաեւ մարդկանց օգնի։ Ճիշտ է, ես կարծում եմ 2-3 մասից է լինելու, որովհետև նոր նամակ եկավ, որ հեսա կարող է ավարտվի, նորից կսկսենք, ոչինչ, ամենայն դեպս։ Ես պատմում թե ինձ մոտ ինչպես է սկսել, ես բավականին 2-3 տարեկան եմ եղել եւ 2-3 տարեկան ժամանակ ես պատմում էին ինձ, հա, հորաքույր, մայրս եւ այլը, որ ես ինչ-որ տոճկայի եմ անընդհատ նայում ու խոսում եմ, սենց, եւ ասում եմ, գալիս հարցնում ենք այդ ում հետ ես խոսում, ժպտում էի, բան չէիր ասում, ասում եմ վախենում ենք, չենք հասկանում, ասում ենք տարել ենք բժշկին ասում է նորմալ է։ Պարզվում է, որ ես հրեշտակների հետ եմ խոսել եմ մահացած մարդկանց հետ, որոնց տեսել եմ, բայց որոնց չեն տեսել մերոնք։ Անցնում է ժամանակներ, ես բավականին լուրջ մահից եմ փրկվում, ընկնելով կոմայի մեջ 5 օր, որտեղ հույս չեն ունենում, որ կարող է ես ապրեմ, այդ ժամանակ ես լինում եմ 6 տարեկան։ Ձմեռն է եղել, դա 6 տարեկան եմ եղել եւ ինչն է հետաքրքիր, որ իմ աջ ոտքի վրա բացի, հա, այդ դեպքը ինձ հետ լինելը կոմայի շուներ եղել, սենց բավականին մեծ խորը իմ աջ ոտքը բացել էր ատամով, 30 քանի կարից ավել էլ կար էին տվել,
էդ էլ հետը վրա դիր, հա, հետո անցնում է տարիներ, բավականին տարբերվել եմ դպրոցում, բավականին տարբերվել եմ ուրեմ մանկապարտեզում, որովհետև պահեր լինում ինձ գտնում էին, պահեր լինում ինձ գտնում էին կրիշից, ինչ որ տարօրինակ իրի մեջ պարկած, ու զարմանում էին ներքևն այդ ոնց եղավ, որ հիմա ինքը տենց վերևն է, ասենց լացելով քնած է, ես այդ ժամանակ քնից մեջ լացում էի, որովհետև ֆոբիա ունեի, մինչև որ մեր յուպին արդեն բերեցի, լսվում է, այո, հա, ու արդեն փոքր ժամանակվանից պահեցի, 2 ամսեկան այդ ֆոբիան արդեն իմ միջից անցավ, ընթացքում բավականին ստրեսային շատ իրավիճակների մեջ եմ ապրել և այդ ստրեսային վիճակները կապված ա եղել կյանքի ու մահվան կռվի հետ, 13 դյուժինա, հա, որ ասում են, բավականին ցավոտ անցել են, թե վթարների միջով, թե այլ իրավիճակների միջով և նաև մեծ կապ ունի 13 անգամ ուրեմն կոմայի մեջ ընկնելը, որից մեկը հենց եղել է այդ զինվորներին, որ վառել էին, 15 զինվորներին այդ օրը, կհիշեք, ես կանխատեսում էի տարել այդ օրը, քարտերից մեկն էլ ուրեմն շեստյորկա, ինչքան հիշում եմ, անցյալի, հա, այդ քարտերն էր և զոհերի քարտներ, 12-րդ արկանը, որը ես շատ ուշ գտա, կհիշեք, չէ, այ հենց այդ օրն է, որ սպորին եկել էր, հենց իմ մեջ այդ կանալները ավելի է բացվել, բայց ընթացքում ես եղել եմ 16 տարեկան, որտեղ տարոն, չեմ իմացել ինչ բան է, երազովս է եկել հենց առաջինը բաշնյա քարտը, որտեղ ես տարիներ անց վթարի ենթարկվելուց հետո ինտերնետով պատահական Yandex-ով ենք այն ժամանակ մտնում, հենց Yandex կայք կա, չէ, պատահական նկատեցի սենց բաշնյա քարտը, ինչ որ ռուսերեն բաներ ա գրած էր տարո կարտի, չհասկացա ինչի մասին է, բայց ասեցի ինչ ծանոթ ա, մտա նայեցի և գիտեք ինչն էր հետաքրքիր, դեռ հələ վթարները չեր եղել, ուրեմն գձետը 2 թե 3 ամիս շուտ ես կարդում եմ դա նշանակությունը, ուշադրություն չեմ դարձնում էլի ասելով, որ միգուցե սա, չգիտեմ ինչ խաղ ա, ինչ ա, բայց հետո ինձ գալիս է այլ դոկումենտալ ֆիլմ, YouTube-ով, որ մեքենայի հետ վթար և այլ, սենց միստիկ հաղորդում էր բաշնյա քարտը և այլ, ասեցի, ես ինչ ա նշանակում, սենց չհասկացա էլ, հա, ինչ որ մարդկանց կյանքում էդ բերում ա սենց գլխիվայր փլուզումներ, վթարներ և այլ չհասկացա, ու ասնում ա 3 ամիս էդ իմ վթարները սկսում ա վրա, որտեղ ես ձեզ ցույց եմ տվել, հա, այստեղ մկան կա, որը խալի ա նման, ու իմ մոտ բացվում ա այդ կանալը, որտեղ որ ավելի ա ուժեղանում և ես տարո, որ նայել էի, գիտեի արդեն տարո կարտի, գրել էի, բերել էր, ու ես գնեցի առաջին կլասիկ տարում ու սենց նայում էի ամեն մի քարտը, ոչ մի զնաչենյա, ոչ մի բան, սենց նայում էի, խոսում էի, հետը դնում էի մի կողքի, նայում էի, խոսում էի, յուրաքանչյուր քարտի հետ դնում մի կողքի և հետո բացվեց ֆորում, պատահական էլի այդպես Yandex-ով գտա, ֆորումում ես ընդհանրապես տարոն, որ այդպես կարդացել էի, արդեն նկարներով, սիմվոլիկաներով, պլյուս ես տեսնում եմ, ու հոտերը, հա, ես ասել էի, ճանաչված մարդիկ են եղել, մոտեցել եմ, ես ասել եմ, բան չի մնացել և այլ, այսպիսի այդ ընթացքում ա եղել ես ամեն ինչը ու ինձ մոտ բացվել ա,
Հետո ես սկսեցի ինքս ինձ համար կանխատեսել, ֆորումներում օգնել, հատուկ ռուսական ֆորումներ էր, որտեղ ես օգնում էի, տարոլոգներ կային իրենց, ասենք, ռասկլաբներ էին դնում, այնտեղ մարդիկ կան, խնդրում էին, որ օգնեին իրենց, հա, էսի ինչա նշանակում են, ինչ է այս պոզիցիայում եւ այլն, բոլորս հասկանում ենք ինչի մասին ենք խոսում։ Եվ այնպես ստացվավ, ես օգնում եմ եւ մի օր ասեցի, որ լուսին քարտը հենց այն պոզիցիայում, որ ինչ չգիտի, հա, անձը, ինչից տեղյակ չի, իր լուսին քարտն էր դուրս եկել։ Ես գրել էի, որ շատ մարդիկ ուրիշ բաներ են գրել, ես ասեցի, որ ես տեսնում եմ, որ չգիտես, որ ինչ որ պագոնավոր, հա, ուշ ժամերի իր մեքենայով ձեզ հետևում է։ Զարմացել էին, մի քիչ ճիշտն ասած, հետո պարզվեց, որ ես ճիշտ էի, ու դրանից հետո անընդհատ ինձ էին դիմում, հետի հաշվի էին առել, արդեն իրանց մոտ ֆիքսել էին, որ ես ճիշտ էի դուրս եկել, որովհետև 2 օր հետո գրել էին,